ամեն անգամ հարկ եմ համարում տեղեկացնել։ Համեցեք։ Շնորհակալություն ուղղակի պահանջների մասին կանոն, որովհետեւ բոլորը հասցեն հասկանալ այսօր շփոթել կա։ Առաջինը Վոլոդյա Հակոբյան Սիրկե։ Պարոն վարչապետ, եպիսկոպոսները հերթական փաստաթուղթ են հրապարակել, ստորաբերել են դիմում են տարածել, ըստ որի Արշակ arczepiskopos-ի վերաբերյալ տեսանյութը ճիշտ է դուրս եկել ըստ փորձաքննության եւ ասում են Գարեգին Բ-ն առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները, բարձրաստիճան հոգեբանական վերաբերող խզաղույթի տարածումից հետո անցել է ամիսներ, բայց Գարեգին կաթողիկոսը, որտեղ դրած մոտեցում հայրաքելական եկեղեցու հեղինակությունը վնասող այս չափազանց վայրին հարցի առնչությամբ եւ հանձնախումբը քանիցս պաշտոնի այդ թվում նաեւ անհայտ arczepiskopos-ներ խնդիր է հետեւողականին հանձնել կաթողիկոսի ուշադրությանը, հաշվի առնելով այս իրողությունը Գարեգին Բ կաթողիկոս ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սփափիր ծառայքը եւ դիմում են հանրությանը, պարոն վարչապետ, ասում են այսօր դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին միանալու աշխարհասփյուռ հայության սրբության սփոց Մարիաթոր Սուրբ Էջմիածնը սփափիր հոգեբորականից եւ նրա մեղք քսողներից ազատելու կենսական անհրաժեշտ գործին խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը։ Պարոն վարչապետ, ո՞րն է ձեր արձագանքը եպիսկոպոսների այս դիմումին, խնդրանքին ասեմ, հորդորին ասեմ, ձեր արձագանքը։ Նախ ասեմ, որ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Ես գիտեք, այս պահից արդեն ասացի հնարավոր հանդիպումից հետո կամ ավելի ճիշտ միջև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մանրամասների մասին կամ լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ։ Կրկին ուզում եմ ասել, որ որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականորեն ողջունում եմ այդ հայտարարությունը եւ նաեւ այն ընդունում եմ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ։ Հաջորդ հարցը պարոն Փաշինյան վերջերս մեր ձևով շարժումը հայտարարեց, որ Մուլարին արդեն որպես քաղաքական ուժ իրենք հանդես կգան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար եւ վերջին օրերին նույն ուժը տարբեր աղբյուրներով հայտնում է, որ որպես կուսակցություն հրահանգված է, որ չգրանցվի մեր ձևով, քանի որ դուք վախենում եք Սամվել Կարապետյանից, այնքան եք վախենում, քանի որ կան մոնիթորինգներ, ըստ որի Սամվել Կարապետյանն ու մեր ձևով այս պահին ավելի շատ հավակնություն ունի հաղթելու, քան դուք։ Արդյոք վախենում եք Սամվել Կարապետյանից եւ նման հրահանգիչեցված եք։ Գիտեք, ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ ելի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։
ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել падգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Հաջորդ հարցը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները արդեն կարծես տեսնում եք ինչպես են տարվում, կան մարդիկ հստակ, ովքեր ձեզ հետ ճանապարհ չեն կարող անցնել, ունեք այդպիսի կանոն, որ պետք է մինչ ցուցակում ընդգրկելը բարեվարկության քննություն անցկացնեք եւ զտեք ցուցակը։ Գիտեք, որ ասում եք ինձ հետ, ընդհանրապես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ ես եւ մյուսները իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական process-ները տեղի ունենում բաց, թափանցիկ, եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաև կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը, դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Հետևաբար կուսակցությունը այդ թվում ազգային ժողովի падգամավորի առաջադրված տեխնացուների գրանցման գործընթացում կտա այդ հարցի պատասխան։ Հետևաբար ովքեր կգրանցվեն որպես падգամավորի տեխնացու, նրանք կարող են եւ մենք էլ, որովհետեւ ես էլ եմ падգամավորի տեխնացուի միջալոց նույն տրամաբանության մեջ այդ ցուցակում ընդգրկվելու եւ հավակնում եմ նաեւ լինել վարչապետի տեխնացու եւ այդ որոշումներով արդյունքներով բոլորի համար թափանցիկ կլինի թե ինչ, բայց ելի եմ ասում առանցքը process-ի անձը չի, առանցքը process-ի կուսակցությունն է եւ շատ կարեւոր է որ գաղափարախոսությունն է, որտեղ կուսակցությունը առանց գաղափարախոսության այլ բան է, կուսակցությունը եւ գաղափարախոսությունը բոլորովին այլ բան։ Գրանցման եւ ցուցակի ձևավորման գործընթացը հենց այդ հարցերի պատասխանն է տալիս։ Հաջորդ հարցը Աննա Զահարյանն պարոն վարչապետ, Ղազախստանի այցը հագեցած օրակարգ ուներ, արդյունքների հետ կապված ինչ կարող եք ասել, ինչը ավելի շատ եք կարևորում ու կառանձնացնեք։ Շատ կարևորում եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները զարգացան եւ հասան ռազմավարական գործընկերության կետին եւ այդ ռազմավարական գործընկերությունը ունեցավ նաեւ շատ կոնկրետ արտահայտություններ, որոնց մի մասը մի փոքր անսպասելի էր եւ նաեւ այն, որ մենք հիմա նաեւ երկաթուղային կապի հնարավորություն ունենք Ղազախստանի հետ, մեր հնարավորությունները իհարկե ընդլայնում են, առաջիկայում մենք պայմանավորել ենք, որ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի հայաստանյան Ղազախստան, որպեսզի տեսնեն, թե ինչ ուղղություններով է, որ փոխգործակցությունը տնտեսական հնարավոր է խորացնել, ինչու եմ հատկապես տնտեսականը ընդգծում, որովհետև քաղաքական երխոհությունը եղել է բարձր մակարդակի եւ կա բարձր մակարդակի ակնհայտորեն, հակառակ դեպքում հարաբերությունները ռազմավարականի մակարդակի չէին հասնի։ Հիշում եք, որ նախորդ տարի Ղազախստանի նախագահը պաշտոնական այց ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, այս տարի ես պաշտոնական այցով մեկնեցի, մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ հեռանկարային են, որովհետեւ Ղազախստանը նաեւ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ մենք այդ հետաքրքրությունը ողջունում ենք եւ բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբերվում են
տնտեսական, բայց նաև քաղաքական օրակարգին։ Այստեղ նորությունն այն է, որ մենք տնտեսական մասով էլ շատ լավ մթնոլորտ ենք ունեցել, բայց լոգիստիկ սահմանափակումների պատճառներով այդ պոտենցիալը չի օգտագործվել ամբողջ կամ ավելի մեծ ծավալով։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս քաղաքական process-ների արդյունքներով մենք կտեսնենք կոնկրետ տնտեսական արդյունքներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահ հարգելի Կասիմ-Ժոմարթ Տոկաևին այդ բարձր մակարդակով ինձ ընդունելու եւ նաեւ բարձրագույն պարգևի արժանացնելու համար դա իսկապես շատ մեծ պատիվ է ինձ համար եւ մեծ գնահատական է, որի համար ես խորապես շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը Լիպսինա Ջևեջյան